Մեր հզոր վարչապետ, բարև, այս անգամ էլի ես մի էջովս եմ, էլի ես եմ, ոնց ես, մեր անպարդ, մեր անկոտրելի Պարափաշյան, ենիմալ, ես երեկ չգիտեի, տվայտվեի, ծխկվեի, ենիմալ էի դու քեզի պահում, Ղադրը չգիտե, ոչ մեկ մեր Պարափաշյանի, Դա քավորիս մոյկի մոտով ընցա Պարափաշյան Ատես դիմեմ էլի քեզ, խա, քո թույլտվությամբ հիմնականը էտա կխաչամ են մի էջովս, բայց այսօր խաչամ ես մի էջովս որ մի քիչ էտանց էջն ցուկնչաս եսի չի օգտագործում, վերցենք տան կարենդով Պարափաշյան Գնացել էր Մոսկվա լավ է իրար է Խոսք օրինակ Հելեն արամ Զավենի Սարգսյանը չի հել է ասե Պուտինն ա մեղավոր Կսեն արամ դու վատ տղեք սա Պուտինն ա մեղավոր Կսեն արամ էտա քու կուսակցության մեջ էտա խմորումներ կան Կսա Պուտինն ա մեղավոր Կսեն արամ էտա Զեյնալյանի խետ Գացիր դաշին կնքիր էտա մեր Պարափաշյանի քպեի խետ, խոսք օրինակ, էտա Երևանի քաղաքապետարանում, բայց դու ասում ես ընդդիմադիր ես, էտ իմալ կեղի ընդդիմադիր ու դու գացիր էտա դաշին կնքիր, ինչ ասում արամեն, աբրի վաղոն, մի խնդմա Պարափաշյան, Պուտինն ա մեղավոր, էտա ուրիշ բարդ մարդը չգիտի, ես են քպական պատգամավոր վներ են, մեր Գեղարքունիքի մարզից, որ ասում երեխես ժպտալով երծնվե, անունը դրել եմ Սմայլի։ Կարող է դու Արամ Զավենի Սարգսյան, որ ծնվել ես ու ասել ես Պուտինն ա մեղավոր։ Այդտենց էլ մնացիր, էլի դու։ Խա, ինչ որ այա Պարափաշյան։ Լսիլը, այն Գյորգևսկի լենտան, իմալ ցույց տամ այն մարդ։ Էսա նայա, Էդ ոնց էր էդ պորադի մասնագից երգեններ են, հմեն էլ էդ ղեկավարներ, սա խպել էին իրանց դոշին, բայց էդ Գյորգևսկի լենտան չկար էտա քո կոստին խպած, հալա չկար, ես գիտեմ, որ դու մեր յուրահատուկն ես, ենքան սեր կա քո աշկերի մեջ, գոնե Ախուրյանցյանոյի նկար են զաներ էտ ասենց դոշերուտ, որ կսեին Նիկալ Վավայևիչ, ակգծե էտա Գյորգևսկը լենտա, Դուք փերս ես դոշերուտ ասեիր, մենք ենք դերը մեր երկրի, ասեիր ասալ իմ զամն է, ու անոյի նկար ցույց տար, ինչ կլներ որ, ինչ կլներ, կան որ գնացիր էտա Ռուսաստանի նախագահին, բարև տվիր, նկարվելու խմար, էլի դե, ուրիշ դեպքում քեզ բարև չի դան ոչ մեկ, պարզ օրինակ երեկվա այդ ամեն ինչն, որ ոչ մեկ կողոտ չեր նստե, տարել էիր վաքսի վրի մեյմուն, Նստել էիր առանձի, որ գացիր բարև տվիր էտա Լադիմիրիչին, քո ասելով, էլի, են ուր էիր ուզում հլնեիր, Պարափաշյան, վերև, դուրա գուզեիր հլնեիր, ժոգել ես բայց վաղո, էսի, էսրան Սորոս պապին, արևմուտքն էլ, վայթե Մակրոններ սովորցել է քեզ, ասել է հելի նստի էտա մեր Ռուսաստանի նախագահի տեղն, դուրա գուզեիր հլնեիր վերև, մեկ էլ էտա ցանացած Նիկոլ Վավայևիչ, Տոլի Վլադիմիրիչ, ենա կնան դա լնգուլավազի պես նստի, ցենց կիսա խնդալով, ոնց որ կնի գտլնեիր այդ մոմենտ, ցենց խունջիկ լամի շլնելով, կացիր ընդե կայնար, ես կուզամ խոսք գնամ, էլի էտի դուրա էիր գնաց հետու, դուրա գուզեիր հլնեիր, որոշել ես Ռուսաստանից էլ տարածքներ հանձնես, բայց տեսար վաղո, Դե գիտես, չէ ես քո աջակիցն եմ, Պարափաշյան, Այդ խուժանը, ես չգիտեմ ինչ բառերով բնութագրեմ, այդ նախկին թալանցին, կստացի քո զեմլակների կողով ակստեմ հմի, Պարափաշյան, հմեն ձերոնք են, այս կուխակներ այնքան եմ դրել դարալա խասյատ, այն խուժան Չինաստանի նախագահան, Ափսոսեց քեզ բարև տա, ուրեմն դու մեր հզոր մեր անկոտրելի Նիկոլ, հլնես կայնես ոտքի,
Խա Կարիկանեմ նոր խաչամ Հնես կոյնես ոտքի Էդ Ես չգիտեմ ինչ բառեր ասեմ որ Իմ սիրտեն հովանա մի քիչ էլի օդնոկլոստիկու մնաց չխանցմանիկները են ճպստում Ինչ ասես գրել ենք պարոն Փաշյան Այնա ֆեյքերի պոական խոդեր ենք ու գրում ենք մտել ենք Չինաստանի հետ գրում ենք ամեն ինչ էլ կեղտոտ էլ նախկին թալանցի էլ խույզան անտեր սուն շունչ է սուն Այդպես գրինք բայց Համին նայա վաղո կներես էլի պարոն Փաշյան սենց վաղո այդ ատլիկացալն եմ որ դու որպես անկոտրելի Նիկոլ խա մտքովդ միամիտ անցնի ու մենք կողջունենք քո որոշումը իրոք կողջունենք անես մագից են անջտեմ հիմա անջտեմ Էսա ինիգման ակտանք հա էլի բունկերան խիշար Դու որպես մեր անկոտրելի Նիկոլ խա Բայց շնորհքով է, ես էլ ասեմ անցնեմ առաջ, այն ծաղիկ տնելու պահն մարադես գլխարկդ հանիր, սենց էլի, հանիր նոր տրիր ծաղիկը, թե չկսային լրիվ խուժան ամեր պարոն Փաշյան, դու որպես մեր անկոտրելի Փաշյան Նիկոլ, որ էտա կապրիզան ես, խոսքի օրինակ, էլի, ու որոշես Չինաստանը հանձնես էտա քո աղբորն, ճիշտ կանի չէ վաղո, Անող է նախ, ինչ եք խոսում, մեր Փաշյանին աշկով մի աշկով մի նայա, ես որ Փաշյանի լույտները կնայեմ, մեր կոտել աշկ հարևան վաղոյից ակ վերցեմ, խա են մի կողիս հարևանն էլ է վաղո, 4 աշկով կնայեմ մեր պարոն Փաշյանին, ուրեմն այդ Չինաստանի նախագահն այնքան հաբրգած էր, այդ բարի հիմա ներողելի պարոն Փաշյան, դե ես չեմ կարող քո նման կուլտուրական արտահայտվեմ, ասեմ համբալ, ազգային ժողովում, ԱՑ-ի պատվալները կլսնեմ ձեզ Ջոգես աբիժնիկը ինչեր ակենա Պարոն Փաշյան, քուտեղն ելնեմ, ես երկորը ձեն մի հանա, որ քո վրա չկասկածեն Երկոր անցնի, այն ուղիղ հեռախոսակապով են, որ սենց լարովի զանգում են, հեռախոսն Զանգա Ալիին, Ալի Էֆենդուն, Իխլամին, ասել Արզաքանդյանը Զանգա Իխլամին, ասա պարոն Իխլամ, մուշքի արեք Մատդ որ տարածքի վրա տնես Չինաստանի Այդ տարածքն ես դելիմիտացնեմ, դեմարկացնեմ տամ քեզ Әлը կներես, էլի պարոն Փաշյան Չի վեկալոն Նա դել փորձի Ուրեմն ես վաղոն, ես անշնորհք էլի պարոն Փաշյան Բանա կենա Մգա, նա նորմալ բժիշկ կա էլի Լորա կոչվում, լոր, էդի քֆուր չի Էդի ականջի բժիշկ, քիթ կոկորտ ականջ, լոր Ուխը գորլնոս էլի Մի հատ լավ ականջի բժիշկ ենք ուզում ճարենք, այն լուլուին, որ խոնարհվեր թուրքերի մշակույթի առաջ, պարոն Փաշյան, այդ բժիշկի ստիկով կանենք, մի հատ թույետ աղջկա լսողություն, աղջկա ասի, մի հատ թույետ աղջկա լսողությունն մի հատ ստուգել տուր էլի, հելե հայտարարում է, էտա իրա գյորնապշտիկի աշկերով, ասում է, ես չեմ լսել, որ մեր պարոն Փաշյանն ասել է համբալ, այդ բառը չի ասել մեր պարոն Փաշյան, էդի նախքին թալան, բայց դու զգացիր չէ, Ազգային ժողովի ամբիոնում նախկին թալանցիները պիստոլետը դրել էին Նիկոլի գլխին, ասել էին սաղին ասա համբալ։ Տոշնի բաներ եմ ասում, ես ընդ եմ էլ է։ Հա ինչ, հետո ինչ։ Մի հատ լլույի լսողությունը ստուգել դու էլի պարոն Փաշյան։ Բայ, ինձ ջիգերով, պարոն Փաշյան լսիլ է։ Այն որ մի քանի վաղ առաջ Հելը թրել է էտա Բելարուսի նախագահի դեմքի, լավ է իրար է, բան չասի, ես գիտես, դու ինչ ենես, я за любой твой здравый кипиш, ասա թոր թարգմանեն, հելը թրել է Լուկաշենկոյի դեմքին, ասում էր լսի, դու չգիտես ում հետ գործ ունես, պարոն Ալեքսանդր Գրիգորևիչ, այդանց որ դուխավորվել է էլի հետևդ քորելով սենց, երկու մատով, լսիլ է այդ պարադի, որ գնացել է այդ պարադի, այ մեր գերագույն պարադի, Իմա լա գնացել նստել էր Լուկաշենկոյի հետ էտա, ոնց որ երկու տեքոր կնանիք լնեիք, էտա քչփչա եք գերեիք։ Պարոն Փաշյանը չէր մենակ նստել։ Էտա խարցնեմ էլի քե։ Հորա մենակ նստես։ Ոչ մեկ չէր ուզում կողդ նստել։ Հա։
Էտա շեպտուն էիր բաց թողը։ Գազիկ էլի։ Գազիկ։ Սամալյոթի մեջ ինչ էիր կերը։ Вот լմալու լագյանով էտա ստալիշնի սալատ։ Խապարոփեշը։ Հետո որոշակի խուժաներ կսեն Յանեմ ես կքլնգեմ Մարտ Փաշյանին։ Մի հատ լրիվ լուրջ հարցակիտամ առանց հումոր, առանց սարկոզմ, առանց ոչ մի էտա կեղտոտ խոսք։ Նայել է Պարո Փաշյան, էտա մեծ հրապարակում է իրար է, նացիզմի դեմ հաղթանակ, եսիմինչ, դե դու հաղթանակը ոնց որ խոզնու տուրնիկը։ Այդ թեման չեմ ուզակ խոսամ։ Նայել է Պարո Փաշյան, քու հարևան պետությունն քու չէ մեր։ Տվել ընդամենը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ես իլարի լուրջ ակսեմ, 58,000 զոհ։ Բան չունեմ ասելու, էդ էլ զոհերի քանակա, մասնակցելով որպես ԽՍՀՄ-ի տարածքում գտնվող երկիր, բայց ունենալով 3 միլիոն բնակչություն, այն վաղտ։ Մենք ունենալով մի միլիոնից մի քիչ ավել բնակչություն, որպես ազգ, որպես էթնոս, որպես հայ, հայրենական մեծ պատերազմում, համաշխարհային երկրորդ պատերազմում, ունեցել ենք 600,000-ից ավել զոհ։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, որպես հայը Ադրբեջանի դեսպանին, քու նմանին, ո՞նց է լավ, որ այդ իխլամի զորքն, էտա, այն որ էտա հանեն վերևեք, տնեն, այսյան շարժումը չէ, որ խփեր տոշերիդ կրթվել են օրաձևը, Պարադի ժամանակ անցան 20 հոգով, 30 հոգով, բայց հայկական ոչ մի զորախումբ, ոչ մի էտա հայկական ֆորմա հակած զորախումբ էլի, մեր Հայաստանի եռագույնով, այդ պարադի ժամանակ չանցավ։ Հետո կսեն մեր Նիկոլեն կպաշտպանի Հայաստանի սուվերենությունը։ Պարո Փաշյան, զորախումբ չունենք, ուրեմն մենք այնքան չկա, մեր զինված ուժերում 50-30 հոգի զինվոր չունենք, որ Մոսկվայի կարմիր հրապարակով լրիվ լուրջ ակսեմ։ Ջանդամ քո ներկայությամբ հայկական եռագույնը վերևները գլխի վերևը պահած, որպես հայկական, ասում եմ հայկական, հայրենական մեծ պատերազմի մասնակից երկիր անցնեին։ Այդքան շնորհք չունենք մենք որպես երկիր, այ անշնորհք։ Հետո կսեն ես, կոպիտ խոսքերա կսեմ քեզ։ Բա։ Հետո ինձ գրեն, որ ես նվաստացնում եմ Փաշյան Նիկոլին։ Բայց չեն նկատեն, որ Փաշյան Նիկոլը զրոյացնում է Հայաստանի ընդհանրապես դերը, Հայաստանի, չգիտեմ, որպես պետություն գործոնը եւ տարածաշրջանում եւ աշխարհում։ Ուր էր մեր զորախումբը։ Մեկ անդեսախ քեզ նայում էին որպես պարտված կապիտուլյանտ։ Այսի լրի լուրջ։ Մեր одноклассники խմբին տանեիք։ Այդ պարադի վաղ որպես քո ներկայացուցիչներ, այդ ասենց մեր ծախու աչմատեր մեր քչեր խառնելով, շարիկ սարքելով Լենան Ազարյանի գլխավորությամբ կքայլենք հպարտ։ Ինչ կլներ որ։ Խայտրակվել է, խեղտվելուց կրկրալս որնա մեռնելուց։ Ինչ կլներ, Պարո Փաշյան, տաներ էլի։ Բա, էտա ալենել, Պարո Փաշյան, գրառում է տեղադրե, ասում է, ես այդ նոյեմբերի 9-ի մոտերն Մոսկվայում էի, ցիտում եմ Ալյոնա Սիմոնյանին, վիբրատոր Ալենին, ու չգիտեի ում ոտեր նեթայ ընգնեի, որ պատերազմը կանգնեցվեր։ Բա, ջիգերով է, այնքոնա վիբրատորն կոխ է հանե էտա հետևն, ու լրիվ չորց է։ Ալյոնա Սիմոնյան և Նիկոլ Փաշինյան, բա այդ ինչի Ռուսաստանի կողմից առաջարկված երկու առաջարկը մերժվեց ձեր Պարո Փաշյանի կողմից, որ պիտի լինի հրադադար։ Հե՞։ Մինչև Շուշին չհանձնիկ չխանգստացանք։ Ես մուգա անկեղծությամբ կսամ չջոգեմ։ Դուք հակառուս եք, թե էտա մեր Ռուսաստանի նախագահի պլոների տակ խաղաք։ Մի քիչ նուրբ խաղացեք էլի։
Ախր ինքներդ ձեզ հակասում եք, 44 օրյա պատերազմի ժամանակ երկու անգամ ելավ առաջարկ Ռուսաստանի կողմից պատերազմը կանգնեցնել, որից մեկը հենց Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը։ Դուք մերժեցիք։ Հիմա շատերն էլ հայերից, ես իլարի լուրջ եմ ասում են, հիշում ես Նիկոլի ելույթը, հա, հիշում եմ, որ եկավ ազգային ժողով, ասեց, մենք կարող ենք հենց հիմա պատերազմը կանգնեցնել, հա, հիշում եմ, ես իրոք հիշում եմ այդ ելույթը։ Մեր կլասիկ պատգամավորն ասեց, ոչ պարոն վարչապետ, հրաման տվեք առաջ գնալ։ Նիկոլն ինչ անի, Նիկոլը մեղավոր չի։ Էդի գիտես նու ինչի աննման, պարոն Փաշյան, որ Աստված չանի տնից տեղից հեռու քո տունը պաժար ընկնի, դու ուզենաս քո երեխեքին փրկես, պաժարից հանես չվարվեն քո երեխեք։ Բայց փրկելուց առաջ հարևանին զանգես, ասեց արժի փրկել իմ երեխեքին։ Այդ դրամաբանության մեջ է, որ եկել է իր ազգային ժողով ձև է իր բռնել, որ ուզում ես կանգնեցնես պատերազմը։ Բա։ Ալյանն էլ վիստուպատակելնի կսա։ Պատե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բերին այդ հմենը գցին մեր ջեբը, մեզ հարիվի տեղ դնելով։ Իրանք նախապատրաստել էին հող պատերազմի համար։ Այդքանով հանդերձ կուզեմ խարստան բոլորին։ Մեր երկրին հարիվ ղեկավար պետք է, որը հարիվ չի։ Պրոստը ինքը թուրքամետ է։ Բայց մեր երկրում գտնվող Եվրոպամետ թևը ինչ եք մտածա։ Հե? Զենքը դրել էին Նիկոլի գլխին, ասել էին գնա պարադին մասնակցի, ձեռով էին արել, ասել էին արի պարադի, դու մեր պարադի, խա։ Ինիմալ քիփեր նստել Լուկաշենկոյի հետ։ Վերջի հիմա էլ ասեմ, պարոն Փաշյան, մի քանի լարի վրա խաղալու դեպքում, այդ ժոնգլյորը, այդ սրդամեռը, պոստոնի ընկնում այդ լարի վրից, ու բարձությունից է կախված, ինքը պրոստը կչրփվի ասվալտին ոտ ձեռքը ջարդի, թե մի հատ ղազուխ կմտնի իրա ոռը։ Քո դեպքում այդ ղազուխն փշոտ է, մարդիրոս ձյայի ականջնել ընդեկանչ։ Պրոստը ես երեք, հետա ծնունդս էր, ես չկրնամ էլ եմ մի քիչ ավել խոսամ, ջոգեք։ Նոր սկսել եմ խոսալ։ Ռասլաբիցը չլնես մեր գերհզոր անկոտրուն Նիկոլ, մենք դեռ կհանդիպենք։ Ինչպես է կսել հեքիաթների մեջ, այդ մասին հաջորդ դասին։ Մենք ենք տերը մեր երկրի, կապի մեջ, Ադնակլասնիկով, հելանք։